Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մեր Ars podcast-ի տաղավարում ընդունել ենք հյուր որպես Բաբկեն Հարությունյանին, հայրենիք կուսակցության գործադիր մարմնի խորհրդի անդամ։ Բարի գալուս մեր տաղավար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Բաբկեն ջան, քանի որ ձեր հայտարարությունից հետո ես չեմ լսել որևիցե մի հարցազրույց ձեր թիմի կողմից, եղել են մեկնաբանություններ, բայց ընդհանրապես մեկնաբանություններ։ Եթե թույլ կտաք, առաջին հարցս հենց դրան է ուղղված։ Հայրենիք կուսակցությունը, ես իշքան հիշում եմ, առաջներիցներ, որ սկսեց նախապատրաստական աշխատանքներ տանել դեպի 26 թվականի խորհրդարական ընտրություններին ընդառաջ։ Ինչու՞ն այնպես ստացվեց, ինչը խանգարեց, որ դուք դուրս եկաք պայքարից։ Ի՞նչն էր խնդիրը։ Նախ ասեմ, գործադիր մարմնի մեր ընկերոջ կողմից եղել է հարցազրույց, որոշակի բնականաբար մեկնաբանություններ տրվել են։ Տեսեք, մենք շատ հստակ մեր հայտարարության տեքստում գրել ենք պատճառը ու ոչ միայն նշել ենք պատճառը, այլ նաև կոչ ենք արել, որպեսզի մեր կուսակցականները, համակիրները գնան եւ ընտրեն այն քաղաքական ուժին ընդդիմադիր, որոնք իրենք ցանկանում են։ Այսինքն մենք չենք ասել, գիտեք ինչ, մենք չենք մասնակցում, ինչ կլինի, հա։ Հստակ ուղղությունը տվել ենք։ Նշել ենք նաև պատճառները։ Ես կառանձնացնեի 6-րդ կետում մեր նշածը, որտեղ հստակ ասում ենք, որ մենք ունենք ուրեմն տարբեր մոտեցումներ, էական տարբեր մոտեցումներ այսօրվա քաղաքական դաշտում արկա ուժերի հետ Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Մնացած ընտրությունները կավարտվեն փաստերի հիման վրա, առավել մանրամասն խոսենք ու կարծում եմ այդ ժամանակ շատերի համար ավելի հիմնավոր կլինի մեր կուսակցության կողմից արված հայտարարությունը։ Տեսեք, մենք իսկապես ամենաառաջիններից ենք, որ սկսել ենք ընտրությունների նախապատրաստումը, հայտարարել ենք, որ ոչ թե պետքա վերջին պահին այդ աշխատանքները ներողություն սկսել, այլ շատ ավելի վաղ, ասեմ, որ այս որոշումը շատ ծանր են կայացրել, հեշտ չի եղել, քանի որ հասկանում եք կուսակցության համար տարիներով պատրաստվել են հայրենիք կուսակցության համար, որը անցել է իշխանության կողմից ամենատարբեր ճնշումների միջով եւ հիմա էլ այդ ճնշումները շարունակվում են, նկատի ունեմ մեր կուսակցության գլխավոր քարտուղարը, կուսակցության ներկայացուցիչը, Էջմիածնի տարածքային կառույցի գտնվում են տնային կալանքի մեջ, վերջերս նույնիսկ մեր Էջմիածնի ընկերը էլի վատացել էր, նույնիսկ այս առումով պրոբլեմ կա, միջև շտապ օգնություն են կանչում, պետք է թույլ տան, որ տանեն հիվանդանոց եւ այլն, մարդը առողջական լուրջ խնդիրներ ունի, բայց գտնվում է տնային կալանքի մեջ, այսինքն հակացուցված է նստած մնալը, հա, իրեն պետք է շատ քայլի շարժվի, շատ չմահարանամ այդ խնդիրների մեջ, բայց տնային կալանք են տվել ու այդ խնդիրը շարունակում է ուրեմն ծանր մնալ։ Ինչ եմ ասում, այս որոշումը անկեղծ եմ ասում, բավական ծանր որոշում ա եղել, բայց ինչքան ծանր կայացել ենք, այնքան էլ դա հիմնավոր է։ Չէ, բացարձակ դա հիմնավոր որոշում է։ Ու գիտեք ինչ, ես ուզում եմ ասել, մենք քաղաքական կոմերսանտներ չենք, որ նայենք միայն այս բային ինչ որ կարճաժամկետ, հա, սիտուացիոն ինչ որ որոշումներ կայացնենք կոնկրետ շահերից ելնելով։ Մենք ուզում ենք երկար նայել, կարող ենք համարել սա մեկ քայլ հետ, բայց մեկ քայլ հետ վստահ լինելով, որ ապագայում դա շատ ավելի առաջ կտանի մեր գործունեությունը ու այնպես որ շարունակում ենք մեր ավարտեմ կներեք քաղաքական գործունեությունը հակառակ պարագայում վստահ եղեք կարար կուսակցությունը հայտարարեր, չգիտեմ, իր գործունեությունը դադարեցնելու մասին, կարային կուսակցության անդամներից քաղաքական դադար վերցնեին կամ դուրս գային քաղաքականությունից, բայց գոնե այս պահի դրությամբ չկա նման ուրեմն իրավիճակ,
աշխատում ենք, պատրաստվելու ենք հետագա process-ներին։ Երկու տարբերակ։ Առաջի եւ երկրորդ տարբերակը։ Խնդրում եմ ավելի դուք ընտրեք, որ տարբերակն է, թե կլինի երրորդ տարբերակը դուք նշեք։ Առաջի տարբերակը, որ այդպիսի որոշում եք կայացրել, դա վստահ չլինել, որ կարողանաք հասնեք հաջողության մտնեք ազգային ժողով, այսինքն այս ժամանակ թիրախավորվեք որպես փոշի ասնող ձայն, եւ երկրորդ տարբերակը, այդ ձեր ասած ավելի հեռուն նայելով, դուք հասկանում եք խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, որը այս կոնֆիգուրացիայով շատ քիչ հավանական է, որ դա տեղի ունենա, եւ դրա համար դուք չհամաձայնվելով մնացած ընդդիմադիրների հետ այդ մեծ բևերը, երբ որ չի կառուցվում, դուք այդ մեծ բևերի մեջ չկաք ու ոչ թե չկաք, այլ չեք տեսնում 2-3 բևերով պայքարելու ճիշտ ճանապարհը, այլ տեսնում եք մեծ բևերով, մեկ բևերով պայքարելու ճանապարհը եւ երբ որ ընդդիմադիրները իրեն ճանապարհով են գնում, մնացած ընդդիմադիրների մասին է խոսքը, դուք ասում եք լավ, մենք ձեզ կօգնենք, մենք ձեր կողքին ենք, բայց անմիջական մասնակցություն չենք ունենա, որովհետեւ չենք հավատում այդ կոնֆիգուրացիային։ Տեսեք, առաջի տարբերակը, որ նշում եք, մտավախություն ունենք, որ չենք անցնելու, տասնյակ տարածքային կառույցներ ենք բացել, շատ պարզ հաշվարկ եմ ասում, են ամենակիչը, թե ամեն մի տարածքային կառույցից 1000 ձայն էլ տանենք, 800 ձայն էլ տանենք, այդ հաշվեք, որ այդ 5%-ի, 4%-ի շեմը կանցնենք, սա ասացիս որպես հիմնավորում։ Ընդ որում, այդ կառույցների մի մասը բացվել էին վերջին ժամանակահատվածում, մնացած մասը կան տարիներ շարունակ, համայնքային ընտրությունների ենք մասնակցել, այնտեղ տարել ենք, չգիտեմ, 6%, 5% ավելի շատ ձայներ, ընդ որում էլի 5 տարի առաջ ենք այդ դիմընտրությունները ձայները տարել։ Պարզը չէ, այս տարիներում ավելի կառույցները կայացել էին, ավելի մեծ հնարավորություններ ունենք։ Այսինքն, բայց միևնույն ժամանակ ես չեմ ուզում ասել, գիտեք ինչ, կարանք 15% տանենք, 20% տանենք։ Ես կոնկրետ նշում եմ, եթե խոսքը ազգային ժողովում ֆրակցիա ունենալու մասին էր, հա, այդ շեմը անցնելու նման մտավախություն չկա։ Այլ հարց երկրորդ ձեր նշած տարբերակը մյուս ընդդիմադիր ուժերի հետ կապված։ Տեսեք, մենք չենք ասում, որ պարտադիր պետքա լիներ 1 բլոկ, լիներ, չգիտեմ, 2 բլոկ։ Այստեղ առանցքային խնդիրը, որպեսզի լինի իրավիճակ, որ ընդդիմությունը այնպիսի կոնֆիգուրացիայով գնա, դա կլինի առանձին վերցրած, թե մի քանի ուժեր դաշինքներ կանեն, թե մի քանի դաշինքներ կլինեն, թե, չգիտեմ, մի քանի կուսակցություններ, գլխավոր նպատակը, որպեսզի վերջն արդյունքում ստացվեր, որ Նիկոլ Փաշինյանը չկարողանար հավաքել 50% ձայն եւ երկրում կներեք Ստեղծվել իրավիճակ։ Իրավիճակը փոխվել, այսինքն հասնենք այս իշխանության հեռացմանը։ Այս մասով ես առայժմ այսքանը կասեմ։ Մնացածը հունիսի 8-ը հեռու չէ։ Տեսնում ենք, ստեղծում են դաշինքներ, տարբեր կուսակցություններ են միավորվում, թեկուզ գնում են մեկ կուսակցության անվան ցուցակում, չգիտեմ, արդեն նոր ասում են հաջորդ վարչապետը չէ։ Ծառուկյանի առաջարկ Հայաստանի։ Սամվել Կարապետյանի թիմը ասում է, որ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյան։ Հիմա թող գրան, կարողանան հասնել հաջորդ վարչապետ, որ լինի Սամվել Կարապետյանը, իրեն, չգիտեմ, ինչ-որ ուղիներ են նշում։ Գագիկ Ծառուկյանը Նոյան տապանն է սարքում։ Թող է տապանը սարքի, տեսնենք ինչ կստացվի։ Մյուսները չգիտեմ ինչ են անում։ Այսինքն ամեն մի ուժ անում է։ Այստեղ ամենաառանցքային հարցը, որ կրկնում է, մենք մեր կուսակցության անդամներին հստակ ու ոչ միայն կուսակցության անդամներին, նաև համակիրներին, ժողովրդին կոչ են արել գնալ ձայնը տալ այն ընդդիմադիր ուժին, ում իրենք ցանկանում են։ Իրենց ազատ եք, ազատ ու գիտեք ինչ, բոլոր այն խոսակցությունները, որոնք որ
կլինեն, ասեն այ սատարել են այս ինչ մի ուժին, պաշտպանել են, դրանք լիովին սուտ են լինելու, որովհետև այն ինչ որ մենք գրել ենք մեր հրապարակային տեքստում, դա Հիմա դուք ասում եք, ուղեցույց է հարգելի մեր կուսակցականների համար։ Հենց հիմա ֆիքսում ենք, որ դուք կուսակցությունի անունից ասում եք, որ ոչ մեկին անհատական կուսակցությունը չի ասեք գնացեք տվեք X ուժին ձեր ձայները։ Այսինքն դուք ասում եք, ընդդիմադիր հայացքներ ունեք, դուք այսօրվանից ազատ եք, ինքներդ որոշեք, մեկը կդակ սրան, մեկը միանշանակ։ Այսինքն նրանք ովքեր հայտարարություն կանեն, թե լավ այդ հայտարարությունը ոչինչ, էլի Արթուր Վանեցյանի թիմը այդ կուսակցությունը ասել է տակից գնացեք տվեք սրան ձայները, դրանք ասեկոսեներ են։ Դրանք ասեկոսեներ են, դրանք կլինեն նաև արդեն նախադեպեր կան կոնկրետ տեղից ուղղորդվող։ Ես գիտեմ նաև ամենատարբեր խոսակցություններ, որոնք տարածվում են մեր չմասնակցելու հետ կապված, դրանց էլ եմ կարամ հիմա էլ պատասխանեմ, բայց կսպասեմ։ Օրինակ ասում են բան, արձանագրում եք մենակ հետո եպեք ինչ ասելու։ Օրինակ ասում են բան, գործարքի են գնացել։ Կա այդպիսի խոսակցություն։ Ես չեմ ասում իհարկե այդ խոսակցությունները այսպես համատարած են, չէ, իհարկե իրավունք չունեն, որտեղ սա հիմնավորեմ ինչի։ Բայց տարբեր մարդիկ տարբեր բաներ են խոսում, ընդ որում այդ Գործարք Նիկոլ Փաշինյանի հետ։ Մի մաս ասում են X ուժի հետ գործարքը արել, որտեղ տակից ձայներ տա, այսինքն երբ որ ցավոք սրտի մենք տեսնում ենք կներեք մեր ժողովրդի մեջ գիտենք, չէ՞ ոնց է ամեն ինչ։ Դավադրությունների տեսությունից բխող ամեն բան։ Դե իրիկունը բեսերան նայեն դե չէ։ Հա, մի բան եղավ, ուրեմն բան։ Եթե գործարք լիներ, հիմա պետք է գնայինք, չգիտեմ, մեր 4%-ը, 5%-ը, 6%-ը, 8%-ը, հա, վերցնենք ու գործարք անենք։ Եթե կոնկրետ ինչ-որ մի ինդիմադիր ուժի է, հետ են գործարքի գնացել, տակից ուղղորդում ենք, այդ դեպքում այդ թաքցնել ուղղակի չի լինի։ Ուղղակի չի լինի, կամ եթե գնում ենք գործարքի դիմաց ինչ-որ մի բան պետք է ստանանք, չէ։ Այսինքն, բան, հա, նաև տեսել եմ իշխանական պատգամավորներից մեկը, որ հենց սկզբից փորձեց ուղղորդել, թե կոնկրետ մի հատ այսինչ կուսակցության հետ, այ Սերժը ասել է, որ գնան պաշտպանեն, չգիտեմ, Արման Թաթոյանին, ու բայց absurd-ի ժանրից։ Ու այսպես շարունակ։ Այն մյուսը Քոչյանի հետ է, այն մյուսը չգիտեմ ում հետ է կապում։ Բայց լավ այլ թող խոսեն, ինչ է եղել։ Ձերի ռեկլամ են անում։ Նայեք, անտի-ռեկլամ ամենաուժեղ ռեկլամն է, Բաբկեն ջան։ Երբ որ մարդը սկսում է մտածել, վերլուծել, նույնիսկ սխալ վերլուծել, դա լավ է, որովհետև մարդ պետք է վերլուծի, որ հետո ճիշտը գտնի, չէ։ Բայց չի կարելի ենթադրությունների հիման վրա կամ ինչ-որ բամբասանքների հիման վրա սկսել ասել, այ ուրեմն գիտեք ինչ որ բան կա այս։ Ուրեմն քաղաքական դաշտում Հայաստանյան, ես շատ ուժերի հետ շփվում եմ, շատ մարդկանց հետ շփվում եմ, ունեմ իմ եզրակացությունը, հայրենիք կուսակցության հետ կասեմ հետևյալը, ամենավերջինը, որ կարա ես դες բան մտածել, դա հայրենիք կուսակցության հետ է կապված, որը կգնար ինչ-որ գործարքի։ Այսինքն տեսեք, տեսականորեն դուք հնարավորություն համարում եք, որ հայտնվեք ազգային ժողովում, եւ եթե դուք առևտրական լինեիք, քաղաքական, ամենամեծ առևտուրը կարեք այդ ժամանակ անեիք։ Տեսեք, չեն վերլուծում մարդիկ։ Ես վերլուծում եմ հետևյալ կերպ, եթե սխալվում եմ, ինձ ասեք դու սխալվում ես, Արսեն ջան, ես կընդունեմ միգուցե ձեր ասածը, տեսեք, վերլուծելով մարդուն, Արթուր Վանեցյանը, կներեք, որ կուսակցությունը համեմատում եմ Արթուր Վանեցյանին, դե ինքը նախագահն է, ամեն դեպքում ինքն է ստեղծել այդ կուսակցությունը համախոհների հետ միասին։ Արթուր Վանեցյանը մի քայլ արել, որը նախադեպ չի ունեցել նոր այս մեր հայաստանյան իրավիճակի մեջ, դա մանդատը վայր է դրել, իր խոսքից հետո, եթե չստացվեց, ես ելնում եմ։ Ես գրբանային օպոզիցիա չեմ դառնալու։ Ես չեմ լեգիտիմացնելու Նիկոլ Փաշինյանի որոշումները ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության։ Եվ ինքը դա արել է իր տեղամարտու խոսքը պահելով։ Կարամ ես համարեմ, որ սա նույնպես համայրաթե նույն բանն էր։ Ես չեմ գնալու մի ճանապարհով, այսինքն ինձ դեպուտատը պետք չի, որ ես դեպուտատ դառնամ։ Ինձ պետք է իմ Հայաստանս ազատ լինի եւ անկախ լինի։ Տեսեք, եւ ոչ միայն մանդատ, այլ ավելի բարձր, հա, ԱԱԾ պետի պաշտոնից ժամանակին, երբ որ Վանեցյանը հրաժարվեց, նաեւ այս օրինակը կա։ Տեսեք, մենք մեր հարցազրույցներում Վանեցյանն էլ իր հարցազրույցներում հստակ նշել ենք, որ նպատակը մանդատ ունենալը չի ազգային ժողովում։
Հիմա եթե դու գնում ես ազգային ժողով, չի ստացվում իշխանապողություն, պետք է հստակ հայտարարես, կամ դնում ես այդ մանդատները, իմ սուբյեկտիվ կարծիքն է, կամ գնում ես զբաղվում ես ազգային ժողովում օրենսդիր Օրինակ կարամ ասեմ ինչ է։ Օրենսդիր աշխատանքով ասես վերջ, էսա սոցիալական թիվը հիշում եք, կներեք Բաբկեն ջան, դրա համար այդ խնդրեմը 21-ից է գալիս։ Հենց հիմա որ հայտարարություն անեն, ինձ թվում է հայտարարություն Աստված չանի, որ այդ հայտարարությունը արվի, եթե Նիկոլը հաղթարի այս 50+-ը, ինձ թվում է հայտարարությունը կնի կստեղծվեն իրավիճակներ, որտեղ մեզ պետք է պարլամենտում լինել, որովհետեւ մենք կարողանանք անցնցում Նիկոլ Փաշինյանին հերացնել։ Ինձ թվում է այդպես հայտարարություն արնելու ընդդիմության կողմից։ Փորձից ելնելով եք վստահ եմ այդ ասում, որտեվ 21 թվականին, չէ, մինչև այսօր տեսել ենք, որ սպասում էին այդ իրավիճակին, սպասում են, Վանեցյանը մանդատը դրեց, ասեց, որ սպասելու բան չկա, ժամանակը դա ապացուցեց, այդպես էլ այդ impeachment կամ, չգիտեմ, ազգային ժողովի միջոցով իշխանապողություն տեղի չունեցավ։ Սա հստակ բան է, ֆիքս ենք, փաստ։ Ինչ կլինի նոր ազգային ժողով, ես գիտեք չեմ ուզում առաջ ընկնել, մանավանդ մի քանի ամսից ընդամենը այդ ընտրությունները տեղի են ունենալու։ Հիմա ընդդիմադիր որևէ ուժի կողմից, այգեք ես հիմա արձանագրենք, որևէ մեղադրանք հայրենիք կուսակցությանը չի եղել, թե ինչի չենք մասնակցում այս ընտրություններին։ Հետո։ Գիտեք ինչ չի եղել։ Որտեւ շատ լավ հասկանում եմ, որ այդ մենք չենք մասնակցում, ու իրենք տեսնում են, որ մենք հստակ ազնիվ անկեղծ ենք, հստակ ասում են գնացեք ընտրեք, ով որ ուժին ուզում է, այ դրանից ելնելով նաև մենակ գնացեք ընտրեք, թե դուք հնարավորություն նաև կդաք ինչ որ քաղաքական ուժերի, եթե պետք լինի իրանք ձեզ դիմեն, օգտվել ձեր օրինակ կառույցների, ասենք հանրային կուսակցության կառույցին չունեն, մարդիկ չունեն բան, բան չունեն, տեղ չունեն։ Գիտեք չի եղել միջև հիմա։ Չէ, եթե դիմեն, ինձ թվում է կդիմենք, քննարկենք, կհասկանանք։ Ես այստեղ նաև մեկ այլ խնդիր եմ տեսնում ընդդիմությանը ցավոք սրտի բնորոշ, ընդ որում երկար ժամանակ բնորոշ, ես էլ իր պատճառներն ունի, այդ երևի նայից է գալիս, որ հիմնական ընդդիմադիր ուժերը ազդեցիկ ուժերը, հա, համեմատության մեջ երկար ժամանակ իշխանության են եղել, պետք է իջնեն մի քիչ այդ համեստությունը լավ բան է, վատ բան չի, ասեմ իմանանք, այդ դնեն մի կողմ, ավելի ակտիվացնեն աշխատանքները, որովհետև մի բան է քարոզչական տիրույթում աշխատանք կատարել, մեկ այլ բան է հողի վրա այդ աշխատանքը անել, քանի որ մենք չենք մասնակցում, ես ազատ եմ իմ գնահատականները հնչեցնելու, ես հորդորում եմ, որպեսզի ընդդիմադիր ուժերը գնան ամեն մի ձայնի հետևից, ամեն մեկի հետևից։ Տեսեք, նայում ենք այս իշխանությանը, այս քանից հետո դուրս են գալիս, գնում են, չգիտեմ, երկրի վարչապետը, բայց ինչքան էլ ասենք ինչ որ էժան շոուներ անում, գնում մտնում խանութ, մի կնոջ իրեր վերցնում, ասում է, չէ, գանք բարձրացնեմ ձեր շենքը, ոչ թե ինչ որ պայտակ ծանր է օգնում, ասենք, դե հիմա մարդը, տղամարդը օգնում է, մալադես, չէ։ Ինչ որ շոուներ անընդհատ բան, բերաշկեն ուտում ես, ու դարձել է քննարկման բան, ինչ բերաշկի որոշ չի ուտում։ Այ հենց այդ է հարցը, Բաբկեն ջան, Նիկոլ Փաշինյանի հետ մի հատ ահռելի մեծ թիմ է փսիխոլոգիայով աշխատում, որը ասում է, տեսեք, մարդիկ, ասում է մարդիկ իրանց ընկալում են ձեզ պետք է անկալենան հենց, որ իրենց նման, այսինքն դուք բերաշկի ուտող եք, դուք ռեստորաններում, փակ տարածքներում, եսի մինչ ռակից քեբաբներ չեք ուտում կամ շատ գեմիչ թանկարժեք բլուդներ չեք, դուք հասարակ ժողովրդի պես բերաշկի եք ուտում, կուկուրուզ եք ուտում, դա ազդում է, ուտեսնում եք, ինքը աշխատում է։ Այդ բանը, այդ ուդարնիկ խփելը, այդ բանը, բարաբանները խփելը, սա աշխատում է։ Մեր ժողովուրդը այսօր կարա մոռանա Արցախն, ամեն ինչն, ինչ կան այս մարդը պրավարա տվե, այդ կուկուրուզ ուտելուց խոսական կնգանից բաժանվել են, ինչ է դարքիրա, դե կնգանից է դու բաժանված դե։ Տանեկան հարցերը։ Ինձ вообще խնդիր չկա, դու մենակ ես թե 5 կնիկ ես բաղ։ Նույնիսկ այս մասին խոսելը իհարկե ոչը չի։ Բաբկեն ջան, ես ուզում եմ այս հարցը տամ, խնդրում եմ, էլի պատասխանեք այս հարցին։ Ես պարոն Վանեցյանն եմ այս հարցը տվել։ Ձեզ էլ կդամ ամեն մարդ ով եկավ հայրենի կուսակցությունից, այս հարցը տալու եմ։ Իմ համար անհասկանալի է։ Այս ասպետ կեցվածքը, որ դուք եք բռնել, այս իրավիճակում, որ երկրում կատարվում է քաղաքական դաշտում,
կիղտոտ, ամենակիղտոտ ձևերով օգտագործում է մեկը մեկին շանտաժով, բռնելով, նստեցնելով, այս անելով, այն անելով։ Արթուր Վանեցյանը եւ իր թիմը ինքը աշխատել է ԱԱԾ-ի պետ այն ժամանակ ընթացքում, երբ որ այս ամեն ինչի հիմքն է դրվել։ Ու ինքը դա տեսնելով է, չէ, եզրակացություն արել, որ ես իմ երկիրը չունեմ ծախելու, դու սա եկե։ Ինքը մնացած բոլոր քաղաքական ուժերի դեմ էլ կունենա ինչ-որ կոմպրոմատներ, թեկուզ կարտացած կլինի։ Տեսեք, ես ինչ եմ հիմա։ Բացի դրանից, ինքը այն մարդն էր, որը ռեյտինգով շատ քիչ էր զիջում Նիկոլ Փաշինյանի ամենաբարձր ժամանակ եղած ռեյտինգին։ Բայց այսօր որ գալիս ենք մարդիկ վերլուծում են, որ Նիկոլը լավը չի, ընդդիմությունը բան, այ Արթուր Վանեցյանը առաջիններից էր, ով պայքարեց այդ Նիկոլ Փաշինյանի դեմ ու հելավ ճագատ-ճագատի բռնվեց նստեց դաժե։ Ինչ ինքը չի օգտագործում իր գիտելիքները, ինչու ինքը չի օգտագործում իր ունեցած այդ սենց ասած ինֆորմացիան։ Լրիվ մաքուր մտել եք դաշտ, այս ոնց կարա այս դաշտում մաքուր լինեք։ Ես էլ եմ զարմանում։ Վերջերս իշխանական կայքերից մեկը հարցում արեց ազգային անվտանգության ծառայություն եւ նրան պատասխանել էին, որ գիտեք, այս ինչ հոգեվորական է, ավելի կոնկրետ կաթողիկոսի եղբայրը եղել է ԽՍՀՄ ԿԳԲ-ի գործակալ, այսինքն ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալ, հա, ԿԳԲ-ի գործակալ։ Դրանք մի կողմ դա ճիշտ է, սուտ է, էական չի։ Փաստ երևույթը վերցնենք։ Այսինքն ԱԱԾ-ն տեսեք ինչ Հայաստանի ԱԱԾ-ն է պատասխանել, չէ՞, հարցմանը, ինչ հարցի է պատասխանում։ Ու դա Նիկոլ Փաշինյանը վերցնում, սարքում է ուրեմն բան, դրոշակ, ու սկսում է այդ մասին խոսել։ Ինչ հետևանք ունեցավ, չէ՞, այդ քննադատությունը, այդ արարքը չընկալվեց, չէ՞, հասարակության կողմից։ Առնվազն հասարակության այն մասի կողմից, ովքեր ունեն ընդդիմադիր հայացքներ, ովքեր հասկանում են, որ եթե պետական կառույցի գործակալ լինելը, բան, այդպես, չգիտեմ, չարիք է, չէ՞, այդ լյուստրացիան արեք, ով կա եղել է գործակալ, հիմա էլ է գործակալ, պետական համակարգից հանեք, բա ինչ չեք անում։ Այսինքն տեղային բան։ Այստեղ է Վանեցյանի ու Նիկոլ Փաշինյանի տարբերությունը, որովհետև Վանեցյանը տվել է ստորագրություն, չգիտեմ, 23 տարի այդ համակարգում աշխատել է, ինձ թվում է իմ եւ 23 տարի։ Հա, 23 տարի։ Իմ եւ ձեր նման մարդիկ ինչքան էլ լսենք, ինչքան էլ փորձենք հասկանալ, չեն կարա իրանց հասկանանք, որտեվ ինչքանով որ ես այս տարիների ընթացքում շփվում եմ Վանեցյանի հետ, ես անդադ նկատում եմ, որ իր համար սա ինչ-որ տենց փակ թեմա է, իր նախկին աշխատանքի հետ կապված ինչ-որ բաներ հրապարակելը ու անընդունելի եւ օրենքի եւ իրենց պատկերացված այդ մարդկային, չգիտեմ, բարոյական տեսանկյունից։ Դա համակարգ է, որը զգում ես, երբ որ կողքից նայում ես, զգում ես, որ այլ ընկալում կա։ Հիմա վերցնել ասել, բա ինչի՞ չի, այսինքն ես էլ եմ այդ հարցը տվել, որովհետև շատ-շատերն են ասել, որ բա ինչի Վանեցյանը չի հրապարակում, ինչ չեմ, ես եմ խոսել ու ստացել եմ պատասխան, որ կա հարցեր, որը պետության տեսանկյունից չի կարող, այսինքն դու չես կարա վերցնել քո պայի քաղաքական շահի տեսանկյունից բան անել։ Ու գլխավորին եմ ստեղ ուզում անդրադառնալ։ Ասում են, բան, Վանեցյանը կոմպրոմատներ ունի, թող հրապարակի։ Ասենք կոմպրոմատ հրապարակ։ Այդ ինչ կոմպրոմատ պետք է Վանեցյանը հրապարակի, որ Արցախի ուրեմն կորստից հետո, այս տարիներում այսքան բան եղածից հետո, այն որ Նիկոլ Փաշինյանը կանգնավ ասեց ազգային ժողովում կարար պատերազմ չլիներ, այսքան զոհեր չունենայինք, բայց այս վիճակը լիներ հողերը տալու մասով։ Ու դրանից ավել ինչ պետք է ասեր, որ ժողովուրդը ելներ ոտքի գնար իշխանապետության։ Բայց Պապկեն ջան, սես մի հատ խնդիր կա, ցավ։ Իսկ դրա նրա, չգիտեմ, անկողին կամենացած բաներ։ Տեսեք, հա, օքեյ, լավ, ես 5 միլիարդ, ով է այդ 5 միլիարդի թեման գցել։ Դե թող նայել է միջև դրա տակից դուրս գա։ Հստակ ասում եմ, ով այդ թեման գցել է Միքայել Մինասյանը։ Չգիտեմ, ով է գցել այդ թեման դաշտ։ Թող մնացած Միքայել Մինասյանն է գցել։
Հիմա էլ ասում եմ 5 միլիարդը վերսին բան Նիկոլը ծախեց տվե։ Ես չգիտեմ, ոչ հերքում ենք, ոչ հաստատում։ Տավելա ուրեմն բերեք մնացած բան հիմնավորումներն է բերեք։ Հերիք է էլի։ Այդ ամեն ինչ անդադար։ Մենք պետք է մի բան հստակ հասկանանք։ Ես նաև շատ ուղիղ ասում եմ։ Այս թեմաները կոմպրոմատներ հրապարակելու շատ ավելի ակտիվ դաշտա նետվեր ու տարածումը ընդդիմադիր տարբեր ուժերի կողմից, իրանց ներկայացուցիչների կողմից։ Վանեցյանը աշխատել է Նիկոլ Փաշինյանի հետ, լավ արի աշխատել է, շատ լավ արի։ Բայց միգուցե Վանեցյանը աշխատել է Վանեցյանը աշխատել է Ռոբերտ Քոչյանի ժամանակից սկսած, որպես չգիտեմ, օպերտ, ամենացածր պաշտոնը որն է, հասել է հետո Սերժ Սարգսյան, հետո Նիկոլ Փաշինյան։ Հասել է ԱԾՊ։ Կարող է Արթուր Վանեցյանը Հայաստանի Հանրապետությանն է ծառայել, ոչ թե ինչ որ անձ։ Այսինքն աշխատել է համակարգում, հիմա ով որ աշխատել է օրինակ։ Հա, բայց մեկը կարա հիմա մի հատ, տեսեք, կներեք, էլի, մենակ Արթուր Վանեցյանի անձի վրա չկենտրոնանանք։ Շատ ԱԱԾ-ի պետեր են եղել, շատ ասեկոսներ են տարածվել բոլորի համար, ամեն մեկն էլ տարբեր է եղել։ Մեկը կարա ասի, որ ասենք այս ինչ մարդը կատարել է այս հրահանգը։ Փաստերով, որ Նիկոլ Փաշինյանը զանգել է աբորինի հրամանա տվել, այս ինչ պետն էլ բռնել արել է։ Գիտեք ինչ, մեկը կարա ասի։ Մինչև այսօր քննվում է այն գործերը, որը Արթուր Վանեցյանը Ես այդ մասն է, մեկը կարա ասի, որ Վանեցյանի ժամանակ Թալանից 104 միլիոն դոլար բանը հետ են բերել։ Ընդ որում այդ սկզբնական ժամանակահատվածում բարձր չէ այդ գործերը գույքերի ուսումնասիրությունը, որը տևում է ժամանակ, մինչև հիմա ինչքան փող են հետ բերել։ Իսկ կարող է դրանից են որոշ շրջանակներ տես ցավոտ տանում մռմռացել, որ բան են անում։ Անդադ շահարկում են Վանեցյանը, բան Նիկոլ, ասում եմ Նիկոլի հետ էլ է աշխատել, Նիկոլի ժամանակ էլ է աշխատել, Սերժի Քոչյանի ժամանակ էլ է աշխատել։ 23 տարի, այսինքն ինչ մարդը պիտի մի օրում օրենքներ, չէ՞, տենց պետք է աշխատեիր, կոչում ունենար, որ գնա դառներ ԱԶՊ։ Ոստիկանության պետ, չգիտեմ, քննչական ինչ պետ, օրենքով ամեն կառույց դատախազությունը։ Ոչ թե մի օրում բերեն, մենք գիտենք, չէ՞, դեպքեր, որ բերում են, մի օրում նշանակում են մի հատ պաշտոնի աստղերը դնում են, տանում են ուրիշտեղ։ Թուրք կդա քննադատեմ ձեր որոշումը։ Միշտ էլ կարա մենք ազատ ենք լսել քննադատություններ, ունենք դրանց պատասխաններ։ Ուզում եմ քննադատել ձեր որոշումը, որովհետև դաշտը հետազոտելով ես տեսել եմ շատ մարդկանց մոտ դրական արձագանք հայրենի կուսակցության բռնած ձևին, որ ինքը ուզում էր դաժե մենակ մասնակցեր, ողջունում էին, ասում են վերջապես մարդիկ են գալիս, ովքեր թե իմ մոտ հյուր ելնելով են մարդիկ շատ լավ արձագանքել ձեր կուսակցության անդամներին, թե այլ տեղերում ես գրառումները տեսել եմ, կարդացել եմ, բացասականը շատ քիչ ա եղել։ Հիմա տեսեք, ինչ կփոխվեր, եթե դուք մասնակցեիք, ձեր ասած ձևով դուք անցնեիք շեմը, ըստ դայդմ, եթե Նիկոլ Փաշինյանը ի կարողանում է անենց անի, որ ինքը վերարտադրվում է, ճգնաժամ ստեղծելու համար մանդատները դնում դուրս եք գալիս։ Ինչն է խնդիրը։ Հիմա այդ մանդատները, երբ որ դու դնում ես մանդատը, ինչ որ ֆրակցիա, որևէ մեկ, ենթադրենք մենք կդնացինք, արդյոք երաշխիք, որ մյուսները կդնեն այդ մանդատը։ Հիմա մենք արդեն մի օրինակ ունենք, չէ՞, նախորդ ազգային ժողովում Վանեցյանը դրեց իր մանդատը։ Ու մյուսները դրեցին, Ինչ կապ ունի Վանեցյանը իր մինչև հիմա այդ ենք խոսում մենք։ Ներողություն։ Վանեցյանը դրեց իր մանդատը։ Հայրենի կուսակցությունը հայտարարեց, որ դե յուրե դե ֆակտո հանրապետական կուսակցության դաշինքը չկա, պատասխանատվություն չի կրում ԱԺ-ի համար, չէ՞։ Մենք արտախորհրդանական ուժ ենք։ Այս ուժերը Հայաստան խմբակցությունը, պատիվ ունեմ խմբակցությունը, չէ, իրենք համարեցին, որ շանս կա իշխանափոխություն անելու մնացին։ Դրա համար իրանք հիմա պատասխան են տալիս։ Հիմա թողենք մի կողմ, իրանք գիտեք ինչ ամեն բնական է։ Ես մենակ մասնակցելու մասին եմ խոսում, Բաբկեն ջան։ Մենակ մասնակցել, չէ, մեր մոտ բանավեճ է։ Մենք չենք կարա հարց ու պատասխան չենք անելու։ Տեսեք, պարոն Վանեցյանը մենակով կուսակցությունով գնում է ընտրություններին, շեմը հաղթարում է, լինում է ազգային ժողովի ֆրակցիա։ Տեսնում է, որ 50+1 է Նիկոլ Փաշինյանը անում, ոչ մի տարբերակ չկա։
դրան դեմն առնելու, մանդատները դնում, ճգնաժամա ստեղծում, դուրս է գալիս։ Իդեպս, եթե կասեք, մեր հաջորդ համարները կարող են վերցնել այդ մանդատը, այդեն չի լինում։ Նախորդ նրանց հրաժարականները սաղ տալիս ենք, ձեր հետևից գալացող, հետո նոր դնում եք մանդատները։ Ստեղծում եք նախադեպ չունեցող իրավիճակ Հայաստանի պարլամենտում, երբ որ արդեն խնդիրներ առաջանում, եթե մեր ֆրակցիան լրիվ դուրս է գալիս։ Մնացած ֆրակցիաներն ինչ կանեն, դա իրենց խնդիրն է։ Մինչև հիմա այս դեմ առ դեմ նստած, երբ որ ես իրանց հարցը տալիս եմ ինչ է կարել, շատ դժվարին վիճակում են իրանք հայտնվում։ Բայց Վանեցյան Արթուրին ես չեմ կարող ասեմ ինչ է կարել։ Ինքը ինձ կշարախկացնի, ասի, չես տեսել ինչ եմ արել։ Այդ դրա մասին է խոսքը։ Արսեն ջան, տեսեք, մեր խնդիրը ընդդիմադիր ուժերի հետ չի, որ մենք ասենք, մենք գնանք, հետո դնենք դուրս գանք, ասենք դե ահա տեսեք դուք մնացիք։ Մենք իրանց դեմ չենք պայքարում։ Իրանց դեմի մասին չէ, Մենք ասում ենք Բավական հաղթարեք 50+1-ը դուք ելնեք, մեկն էլ դուք օգնեք, որ այդ 50+1-ը ելնեք։ Հիմա մենք օգնում ենք, չէ՞, ուժերին մեր չմասնակցելով, չէ՞։ Թող իրան գնան, այդ 50+1-ը հավաքեն։ Թող գնան հավաքեն, բայց մենք ասում ենք, չէ՞, մենք չենք մասնակցում, ամեն մեկը ես, չէ՞, իրանք ասում են, գնում են բանան, շատ լավ, գնացեք դուք հավաքեք։ Մենք ձեզ օգնում ենք, չէ՞, որևէ մեկը չի կարա դա հերքի։ Պատասխանատվությունը կրում եք դուք։ Եթե մենք մտնենք այդ պատասխանատվության տակ, չէ՞, մասնակցենք, մենք ենք կրում, հա դուք եք կրում, գնացեք, մասնակցեք, մեզանից օգնություն կա, վնաս չկա։ Ես եթե ընդրող լինեի ձեր կուսակցությանը, ես հենց հիմա կասեի, ես սարեսնում եմ համակիր լինել հայերենի կուսակցությանը, ասեմ ինչի, որովհետև նորից եմ կրկնում, հավանականությունը, որ դուք մենակով կհայտնվեք ազգային ժողովում, շատ մեծ էր ու չեք կարող ասել որ հենց իմенно ձեր ֆրակցիան կլներ հրիշայշին այնտեղած որոշիչը որը կարող էր վարչապետի ինչ որ մեկին կամ ձեզանից կամ ինչ որ մեկից հնարավորություն տալ Նիկոլ Փաշինյանին հեռացնել ինչի՞ է տարբերակը ընդհանրապես չեք նայում գիտեք թող մենք չլինենք թող ուրիշ կուսակցություն լինի այդ որոշիչ մասով մենք դա խնդիր չենք տեսնում ինչ վերաբերում է ոնց որ նշում եք ասում եք ես լինեի հիասթափեի բնականաբար նման որոշումը որոշակի հիասթափություններ, հարցեր, խնդիրներ է ստեղծում, ինչը քաղաքականությանը բնորոշ է։ Գաղտնիք բացեմ Արցախահայության մոտ շատ մեծ հիասթափություն կա, որովհետև իրանք շատ մեծ հույսեր են կապում հենց ձեր ուժի հետ։ Կարա այդ հիասթափությունը լինի, բայց հունիսի 8-ին կարծում եմ այն հարցադրումը, որ հիմա անում եք, այդ հիասթափության, հա, շատ լավ եք անում, գիտեք ինչա դուր է գալիս, երբ որ մենք ուղիղ ենք խոսում խնդիրների մասին, որ թե գալիս ինքներս մեզ խափում թողում գնում ենք։ Կլինի հիասթափություններ, ցավոք սրտի, կլինի նաև ոգևորություններ, սա կրկնում եմ, եթե մեկ քայլ ետ է, պետք է փորձենք ամեն ջանել, որ դառնա մի քանի քայլ առաջ մեր որոշումը։ Ժամանակը արդեն մնացածը process-ները ցույց կտան։ Ինչով է զբաղված բացի նրանից, որ դու թույլ եք տվել ձեր ազատ ընդրություններ կատարեն ձեր համակում։ Այսօր կուսակցությունը ինչ է անում, ինչով է զբաղված։ Մենք ծրագիրը գրել էինք արդեն ամբողջականացման փուլում էր։ Ափսոս էր։ Հա, չէ, ափսոս Ես ասում եմ այն ինչ որ մտածում եմ։ Ասեմ, չէ, գիտեք ինչի ափսոս չէ, որտեվ այդ ծրագիրը չի կորում, դա դառնում է մեր կուսակցության ծրագիրը, մենք անելու ենք համագումար, համագումարը անելու ենք համագումար ու պատրաստում ենք համագումարի աշխատանքներին։ Բնականաբար, երբ որ դու մտնում ես ընտրություններ, այդ շատ ավելի ակտիվ քաղաքական գործունեություն ես իրականացնում, հիմա մենք այդքան ակտիվ չենք, բայց պատրաստում ենք մեր համագումարի աշխատանքներին, այդ վերջի շտրիխներն ենք ծրագրի անում, ու վերջապես մենք էլ ենք մարդ, կարող ենք մեզ մի փոքր այսպես շռայլություն թույլ տակ ազատ մի փոքր ավելի այո ազատ լինել, որովհետև ես թույլ չեմ տա հանդատ կանչելու մեր ժողովրդի մոտ գիտեք ցավոք այնց ընկալում կա, որ եթե դու քաղաքականության մեջ ես, ուրեմն դու երազում ես չես կարող ուտել։ Չէ, երազում ես գնալ ընկնել անընդհատ խնդիրների, խնդիրների մեջ, որովհետև Հայաստանի նման երկրում
ընդդիմադիր քաղաքական գործիչ լինելը անկախությունից միջև այսօր ու ցավոք սրտի վաղնել, բայց հուսանք մյուս օր այդպես չի լինի, ընդդիմադիր լինելը դա չարչարանք է, դա հալածանք է, դա զրկանք է, դա խնդիր է, ոչ թե շռայլություն, ոչ թե բան։ Ես իմ կուսակցական ընկերները ոչ եղել ենք պաշտոնների, ոչ չգիտեմ բիզնեսներ ունենք, ոչ չգիտեմ թալան ունենք, առօրյա հոգսով ապրող մարդիկ ենք։ Սա պետք է մեր ժողովուրդը նաև այս դրա վրա էլ ուշադրություն դարձնի։ Մնացած հիմա ասում եք գործարք է, չէ՞, խոսակցության սկզբում ասում եք բռնում են Նիկոլ Փաշինյանը բաց է թողում գործարքի անում, ինչ որ անիմաստ շոուներ է անում, ոչ ավելին։ Շատ լավ, տեսեք, Քանի հոգուց է թալանը հետ բերել։ Ինչքան փող է հետ բերել։ Քանի միլիոն ես ավելի շատ նայում եմ թե ինչքան են թալանում, ես ինչքան են հետ բերելը, մի քիչ տարբերությունը շատ մեծ է, էլի, հիմա թալանի ու ես ասեմ ինչա իմ պատկերացումով թալան։ Իմ պատկերացում թալանը մենակ նա չի որ գողանում են ծիխի sense տարան ինչ որ օֆշորներում կամ ինչ որ փողեր լվացում ոչ իմ համար թալանը նաև պետ բյուջեից ահռելի չափով իրանց պրեմիաներ դուրս գալու դա թալանի մի տեսակ է հավատացեք այս պրեմիաների թեման ոնց որում թող իմ կողմից անհամեստություն չթվա բայց ես եղել եմ առաջիներից մեկը, եթե ոչ ամենաառաջինը, ով բոլոր նախարարությունները հարցումներ է արել, հանել է այդ տվյալները հրապարակել, համակարգված, ոչ թե առանձին վերցած գերատեսչություններ, այլ միանգամից ուղարկել եմ հարցումներ բոլոր նախարարությունները, չգիտեմ, Երևանի քաղաքապետարան, այսեն ամբողջական տեղեկատվություն եմ սարքել ու հրապարակել եմ։ Բայց երբ որ այս պրեմիաների թեման է, ընդհանրապես ինքը փոքր մի հատ բան է։ Բայց նայեք այսօրվա պաշտոնյաները խոսքը կասեք նախորդ տարիներին եմ արել։ Չէ, հիմա չեմ անում։ Ես կարամ ձեզ ասեմ։ Հիմա չեմ անում, նախորդ տարիներին եմ արել, ամփոփ ներկայացել եմ, որ նախարարությունից ինչքան, հիմա թվերը տենց հստակ բնականա չեմ հիշում։ Հիմա ահռելի մեծ ունեցվածք ունեն այս պաշտոնյաները։ Ասում են, ո՞նց եղավ, որ այս տենդերը քո եղբայրն է, որտեղ տնօրենն է աշխատում շահում, ասում են, նորմալ է։ Բայց ո՞նց եղավ այս, չգիտեմ, թաղամասում քանի հարգանի բան տուն առարման, բան նորմալ է, վարկ ենք վերցել, մեզ էլ ասեք, 0%-ով։ Մենք էլ իմանանք, նշեք 0%-ով։ Վարկերը ոնց վերցնենք, Ֆինանսների նախարարը, հիշում եք, բացահայտում եղավ ֆինանսների նախարարը, իր կազմակերպ միլիոն բան։ Միլիարդ, 1 միլիարդ դրամ փող է տվել առանց տոկոսի։ Մի հատ մեծ հարգելի իշխանավորներ, խնդրում եմ ինձ ասեք, որ բանկին դիմեմ, որ ինձ առանց տոկոս փող տան։ Ինձ էլ է պետք մի հատ բնակարան գնեմ կամ տուն սարքեմ, առանց տոկոս ես կյանքում բանալու։ Ես էլ մտածում եմ բան, ինչ որ մի գործ սկսել, հեսա կփորձեմ գնալ ուրեմն շատ լավ առիթ է լավ այդ խոսակցությունը։ Ես էլ եմ գալու։ Գնալու եմ էկոնոմիկայի նախարարություն, տեսնեմ ինչ աջակցման ծրագրեր ունեն։ Ոնց են աջակցում, որ ինչ որ մի բիզնես։ Հետո եք ասեն տեսակ Վանեցյանի թիմագիստները դուրս եկան պայքարից, որովհետեւ մենք աջակցեինք։ Ինչ ուզում են ասել։ Զգուշ եղեք բանկեր։ Ինչ ուզում են ասել։ Մենք ինչ էլ անենք, գիտենք հսկողության տակ։ Դուք ունեք հաշվարկներ։ Ես գիտեք ինչու համար հենց հիմա ձեզ ես հարցը տալիս եմ, ամեն մի մարդու չեմ տա այս հարցը։ Նկատի ունենալու նաև հայրենիք կուսակցությունը։ Ես ինչքան շփվել եմ ձեր հայրենիք կուսակցության անդամների հետ, հիացած եմ մնացել, ասեմ ինչու։ Ես ժողովուրդ ջան, հենց այնդ չեմ գովերքում կյանքում ոչ մեկին։ Ամեն մեկը մի ոլորտի պրոֆեսիոնալ է, ոտքից գլուխ։ Թե Իրանագետի հետ շփվելուց, թե ձեր հետ շփվելուց, թե մնացածի Արամի մնացածի հետ շփվելուց, ամեն մեկը իր ոլորտում։ Գիտեք ինչն է յուրահատուկ ձեր մոդները։ Երբ որ ոլորտից դուրս հարց եմ տվել, շատ համեստ ձևով, ասել եմ մենք ունենք այդ ոլորտին համապատասխան անձնավորություն հրավիրեք ինքը ավելի ճիշտ պատասխան կտա։ Ինքը չի վերցրել իր վրա ավելի մի քիչ խելացի երևալու համար, կառավարման համար, այդպիսի թիմ է պետք է, որ պրոֆեսիոնալը գալիս նստում է կոնկրետ բանով, կոնկրետ զադաչա ռուսերենով ասեմ հայերենով կներեք չմտաբերեցի ինչ բառը ու գնում է առաջ։ Հիմա տեսեք, դուք հաշվարկներ ունեցել եք կամ հիմա վերլուծում եք հետևյալ տարբերակը։ Ես դա ասում եմ, որ 90% հավանականությամբ ես այդպես եզրակացման եմ գալիս, երբ որ իշխանական թևը անընդհատ
ասենց բանա թողում լրատվական դաշտ մոլդովական սցենարի մասին։ Ինչ է նշանակում մոլդովական սցենար, երբ որ ամենահավանական տեխնազոն ով որ կարա իշխանությանը չթողնել նորից իշխանության վերարտադրվելու, հանում են այս պատճառներով ինչ որ մրցավազքից։ Օրինակ, ուժեղ Հայաստանը, թող ինձ ներեն նոյվ իրանց համակիրները, այսօր հավակնում է, ասենք առաջինը լինել ընդդիմության մեջ, հավակնում է։ Ինչ կլինի վերջում, ես չգիտեմ։ Օրինակ, ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը ձեռ չի տալիս, որ ինքը մնա մինչև վերջ։ Իրան կհանեն, կբերեն Ռոբերտ Քոչարյանին, որը միանգամայն չի ընդունում ամբողջ ազգաբնակության մոտ, անգամ այն մարտիկ ով Սամվել Կարապետյանին ձայն կդան, դրանց կեսը չի տա Ռոբերտ Քոչարյանին։ Ես լուրջ ճիշտ եմ խոսում։ Իրանց թիմակիցներին էլ եմ դա ասել։ Այս սցենարը դուք վերլուծել եք, այդ դեպքում դուք չեք համարում, որ ձեր դուրս գալը ժամանակավրեպ էր։ Գիտեք, քաղաքականության մեջ առասարակ կյանքում մարդը կարող է չէ վերլուծել, կանխատեսել, բայց 100% գիտի մենակ Տեր Աստված ինչ կլինի։ Բնականաբար ես չեմ կարող ասել, որ մենք վստահ 100% չէ կարանք, մենք կարող ենք մտածել, չգիտեմ, պատկերավոր ասեմ, միջև 99%, այդ մի տոկոսը միշտ կարա ինչ որ իրավիճակ փոխվի։ Բայց ես չեմ տեսնում նախադրյալներ, որ Սամվել Կարապետյանի այդ իրեն շարժմանը կուսակցության ու բան կանեն, ինչ որ չեն գրանցի քաղաքական դաշտից, ես անձամբ ես չեմ տեսնում դուրս կթողնեմ։ Իսկ ինչպես պետք է լիներ այդ բանը, որ դուք տեսնեիք։ Օրինակ, օրենք ընդունվեց, տեսակ վերջի օրենք ինչու մասին էր խոսում, այդ բարեգործությունների եւ այլն։ Եվ ձեր կարծիքով այս իշխանությունները չի կարա մադից քաշի մե 5 հատ դենց օրինակ, ու ասի բարև ձեզ, դուք ժամանեցիք գնացեք դուրս։ Գիտեք, այս իշխանությունը հենց հիմա կարող է գալ մեր եթեր եւ այս կամերաների աչքի առաջ մեզ ուրեմն բերման ենթարկի, պարզվի, որ մեր մոտ կար, չգիտեմ, ասենք իմ ծոցագրպանում ավտոմատ կար դրած։ Կամ մեկ այլ, չգիտեմ։ Այսինքն այդ կարան անել։ Կալի մեր վրա չկարենք օրինակ։ Բայց ինչքանով նպատակը հարմար կգտնեն, չեն գտնի, դա արդեն հարցի մյուս մասն է։ Ես մենակ մի բան կարող եմ ասել, որ լավ կլինի, որ մի քիչ ավելի ակտիվ աշխատի հենց ձեր նշած կուսակցությունը, մի քիչ ավելի շատ մարդկանց հետ շփվեն, որտեղ ընտրությունները հեռու չի։ Մոտեցել, բաղ։ Շատ է մոտեցել։ Դուրն է թագում արդեն։ Պապկեն ջան, լավ, ես տեսա դիվանագիտություններ ձեր մոտ շատ առաջ է, կարողանում եք շատ սիրուն ձևով ասել այն ինչ որ դուք ուզում եք ասել, լավ, տեսեք։ Իսկ դուք համարում եք, որ ուժեղ Հայաստան դաշինք եւ մնացածը իրավունք չունեն ուղղակիորեն մտցնել հասարակության մեջ բաժանման տերմինները։ Այսինքն, եթե մերը չեք, ուրեմն դուք էս եք։ Տեսեք, հիմնականում ես ձեր ուժի կողմից ինչն էի նկատել, որ ամեն դեպքում դուք միշտ վերջում նշում եք, որ անգամ ԿՊ-ի ընտրողները դա մեր քաղաքացիներն, մեր քույրերն ու եղբայրներն են։ Մեզ պետք է անես տարել հերոստաբանությունը, որ քաղաքական կուլտուրայից դուրս չգալ։ Հիմա դուք չեք տեսնում, որ ընդդիմությունը նույնպես սկսել է Նիկոլ Փաշինյանի պես այդ բաժանարար, մեջտեղը մարդ չի թողում, ճղում են իրարից երկու մասի են բաժանում Հայաստանը։ Տեսեք, նախ շատ բնական է ու ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում է այդպես, երբ որ տարբեր կուսակցություններ են, չէ, ընդդիմադիր կլինեն, ինչ ուզում ա լինի, իրար հետ մրցում են։ Իսկ ով ասել ես, որ պետքա այդ ընդդիմությունը ամբողջական միասնական լինի։ Եթե այդքան միասնական լիներ, մի ուժ կլիներ, էլի ինչի են տարբեր կուսակցություններ լինում։ Բայց այստեղ կա այդ ամենակարևորը, էլի գիծը, որ պետքա պահես։ Կա մի բան, երբ որ դու տարբեր ես ու չես թաքցնում տարբեր ես, ասում ես տարբեր ես, տարբերում ես մյուս ուժից։ Ինչը բնական է, որտեղ կրկնում եմ, ուրիշ քաղաքական ուժ չէ, հակառակ դեպքում մեկ ուժ կլիներ երկրում։ Մեկ այլ բան է, երբ որ դու արհեստական սպասումներ ես ժողովրդի մոտ առաջացնում,
այն աստիճանի, որ մարդը մտածի, որ ընդդիմություն ուրեմն մեկ ընդդիմություն է, այսինքն բոլորը նույնն են։ Չէ, բոլորը նույնը չեն։ Պետք է լինել այս տարիների ընթացքում ազնիվ քաղաքացիների հետ, ասել տարբեր քաղաքական ուժեր են, կոնկրետ այս հարցի շուրջ ազնվորեն էլի, պատրաստ են գնալ կոնսենսուսի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցում։ Հետագայում կնստենք զրուցենք։ Հետագայում կլինի ինտուիցիաներ կորոշեք ով լինի, ոնց լինի։ Բայց քանի որ ստիպված եմ հետ գնալ, չէ՞ ուզի հետ գնալ, բայց այդ հարցը որ տվել եք, դա էլ ասեմ։ Եթե այդքան ազնիվ էինք ընդդիմադիր ուժերը, պետք է լիներ ով է, չէ՞, վարչապետի տեխնացուն։ Ոնց էր կիսվելու, չգիտեմ, որ ասում են անցումային կառավարություն։ Արդյոք Վազգեն Մանուկյանը այն տեխնացուն էր, որը ժողովրդի կողմից Վազգեն Մանուկյանը շատ լավ անցյալ ունի, կասկածելի իմ համար։ Թողիզների Վազգեն Մանուկյանը, բայց ես անկեղծորեն եմ ասում, երբ որ նայում ես իր քաղաքական ուղին, իմ համար շատ լավ անցյալ ունի, բայց ընկալելու կներեք սկսած տարիքից ու մնացած բոլոր հարցերից, որտեվ փողոցային պայքարի ժամանակ նաև պետք է լինի առաջնորդ, ով ֆիզիկապես կարողանար առաջնորդել, ոչ թե միայն առանձին դեպքերում միծինգներին գալ, ելույթ ունենալ ու գնալ։ Ֆիզիկապես պետք է մարդը կարողանա, չէ՞, վերջ կա տարի, կառուցական մնացած այլ հարցեր։ Ու հիմա ստեղծել ենք մի հատ մի բան, իր թակարդ ընկել է թակարդի մեջ։ Այդ հստակ պետք է լինի։ Տարբեր ուժեր են։ Կարան ես մի հարցի շուրջ, ուրեմն համախմբել կարան։ Ինչին ծևի մարեն, բա ոնց մարեն այդ շարժումը, ախպերես, մի հատ ինձ բացատրի։ Կա շարժում, որը օր-օրի մեծանում է։ Հայտնվում է մի անձնավորություն, որը մաշեցնում է այդ ամեն ինչը ու գրողի ցավը տարած մարդիկ դուրս չեն գալիս այլևս, չեն հավատում։ Բայց ոնց անեն։ Շատ կներեք, այն մարդը, ով ունի շատ լավ կենսագրություն, մակուշ, իմ կարծիքով այդ մարդը չի ստեղծել իր կենսագրություն, գրել են, ինքը Պաշագովի գնացել է։ Ղարաբաղյան շարժման ժամանակ Դևոտ Տեր-Պետրոսյանից է ես կա խոսում։ Ես իմ կարծիքն եմ ասում, դա ոչ մեկ հետ կապ չունի։ Այդ որ այդեն սիրուն հայտնվեց այդ Ղարաբաղյան կոմիտեի մեջ ու սիրուն կենսագրությունով գնաց։ Ու այսօր ես դերել եմ իմ էջում արդեն համեմատական Նիկոլ Փաշինյան ու Լևոն Տեր-Պետրոսյան, իրանք նույն անձնավորությունն են, նույն կաբինետում գրված բանն ասա։ Շատ կներեք իմ ասենց բանի, այդ կենսագրության մաքուրելն էլ է։ Իմ համար կենսագրություն գիտեք որն է, երբ որ մարդ պայքարում է իր անունի, իր հայ տեսակի համար ու իր մոտ ամեն անգամ չի որ ստասվում է, հա բռնում են, հա այս չի ստասվում, այն չի ստասվում։ Ես տեսնում եմ որ այս մարդը պայքարում է, բայց եթե ինքը ասես կարակի պես սիրուն կարիերա ինչ որ տեղից ուրեմն բացում են իր համար։ Այդ Մանուկյանինը իմ համար այդ այս գրված կենսագրություն է կներեք։ Դե հիմա հանգիստ թողենք կարծում եմ պարոն Մանուկյանին։ Ես ամեն դեպքում Բաբկեն ջան, ես ամեն դեպքում կուզենայի որ դուք քաղաքական դաշտում ակտիվ լինեիք, քանի որ դուք նոր տեսակ էիք, ձեր թիմը ես քիչ ժամանակ եմ Հայաստանում ապրել, բայց ինչքան ժամանակ որ ապրում եմ, ես քաղաքական դաշտը ասենց նժարի վրա եմ դնում, այդ ասած կեղձերը, մեղձերը, ամեն ինչ տեսնում եմ գրեթե։ Նաստրադամուս չեմ, բայց այդ նոր խոսքը որ ձեր թիմն ասում էր, այո, դուք թիրախավորվակ, իմ համար զարմանալի էր։ Եթե Արթուր Վանեցյանը ինքը չի կարողանում հաղթահարել, ինքը չի կարողանում, ինքը չկա զրոյացված է, բայց այդքան թիրախավորված ամեն թևից, խի խփում այդ ուժին։ Շատ բարձ պատճառով, որովհետև այդ բոլորը հասկանում են, որ ժողովուրդը ուզում է նոր ուժ, ու պետքա փորձել կամ կապել նախկիների հետ, կամ ներկաների հետ, որպեսզի այդ նոր ուժը, նոր մարդը չլինի։ Նորը որն է, ասենք նորը պարզ է, չէ, երկնքից մարդ չի գալու։ Քաղաքական դաշտում, երկրում Նիկոլ Փաշինյանն է աշխատած, հա, էլի, գործիչներից մեկը պետք է այդ ուժը կոնսոլիդացնի շուրջը, հա, նոր ծրագրերով, նոր մոտեցումներով, չէ, մարդկանց համար նոր տեսլական։ Այո, ընկալելի լինել։ Բնական է, չէ, մրցակցությունը առավել եւս քաղաքական դաշտում, որ ոչ մեկ չուզել որ դու աճես։ Պետք է քեզ ամեն կողմերից խփել։ Բայց ինչի։ Հիմա հետ գամ ձեր նախորդ հարցին, ասում եք մեկը մյուսից մարդիկ են տանում, այո, կա այդ խնդիրը։ Այսինքն դուք ոչ թե պիտի ընդդիմադիր ուժը մտածի այլ ընդդիմադիր ուժի
համակի, Կողմությունը չգիտեմ դա։ բան, կողմից մեկին տանի իր կողմը ուրախանալ, պետք է մտածի հասարակության հետ տնեց աշխատի, որ այն քաղաքացինով մտածում է գնալ ընտրել Նիկոլ Փաշինյանին կամ հիասթափվել է ամենամեծ խնդրեմը Նիկոլ Փաշինյանից, բայց չի եկել ընդդիմության կողմը, չի գնալու ընտրություններին, դու իրան պետքա բերես, բացատրես, համոզես, հիմնավորես, լսես ամենագլխավորը, որ ինքը գա ընտրության ու ընտրի քեզ, ընդդիմությանը։ Իսկ երբ որ սկսում են իրար վրայից մարդ տանել, չգիտեմ, մեդիա, դերի մեջ, պատական չասեցի մեր խոսակցության սկզբում, այդ համեստությունը վատ բան չի։ Վատ բան չի։ Ես էլի չեմ ընդունում։ Դե կներեք։ Գայլերի հետ նստել հասկացեք, ձեր մոտ խիչնիկներ են սա, կող բոլորը։ Երբ որ դուք խելոք բացատրում եք, թե որը որից հետո այդ խիչնիկը մի օր ձեզ կուտի։ Մեծամտությունը մեղքալ է։ Հա մեծամտության մասին չի խոսքը, գոնե մի հատ պալկա վերցրեք ձեռներդ, որ խիչնիկը մոտենա գլխին։ Դա աստվածաշնչյան ճշմարտություն է, մեծամտությունը մեղք է։ Այդ բոլորս էլ մարդը ոնց է, չէ, ունի տարբեր հատկություններ։ Համեստություն էլ, մեծամտություն էլ, լավն էլ անում, վատն էլ անում, չէ, ամեն ինչ, այսպես մարդու մեջ բոլոր հատկությունները կա, նաև թե մարդը իր ներսում այդ ինքնակարգավորումը ոնց է կարողանում անել, որ հատկությունը զսպի, որ հատկությանը ազատություն տա։ Հիմա շատ լավ ու առաջինը իրանց շահից բխող ժամանակահատված է, փորձեն մեծամտությունը զսպեն, ավելի համեստ լինել, ովքեր համեստ են ավելի համեստ լինել, ավելի շատ աշխատել հասարակության հետ, ինչ շատ դժվար է, որովհետև անկեղծ ասեմ, գիտեք, կուսակցական ֆունկցիոների համար շփվել տարբեր մարդկանց հետ, դա իրականում խնդիր է։ Ինչի համար, որովհետև տարբեր մարդիկ, տարբեր խնդիրներ, բայց դու պետքա շփվես, չէ՞։ Որտեւ մեկին պետքա լսես, մյուսի հարցին պետքա պատասխանես, երրորդի խնդրին լուծում տաս, չորրորդի խնդիր լսես, փոխանցես կուսակցության ներսում մեկ այլ ուրեմն պատասխանատուի, որպեսզի ինքը այդ խնդրին լուծում տա, չէ՞, քո ասենք պոզիցիան չի, դու չգիտես, քո պատասխանատվության տակ չի այդ հարցը։ Մեր կուսակցությունները կայացած չեն ու հաշվի առնենք, որ եթե վերցնենք նույն Սամվել Կարապետյանի ուժը, ինքը նոր ուժ է, ադապտացիոն շրջան է պետք, բնականաբար այդ խնդիրները օբյեկտիվ են, որ կարան լինեն, պետք է փորձեն ավելի շատ բան անել, մեծ ուշադրություն դարձնել, եթե իհարկե ուզում են մեծ հաջողություն ունենան, որպեսզի կարողանան այդ աշխատանքները էֆեկտիվ կազմակերպել։ Շատ լավ, Պապկին ջան, մեր հաղորդումը մոտենում է ավարտին։ Շնորհակալ եմ գնահատանքի համար։ Մենք ոչ թե կրկնում եմ քաղաքականության մեջ ենք ինչ-որ սիտուացիոն մի օգուտ քաղելու, այլ անկեղծորեն ուզում ենք բան փոխենք երկրում։ Հակառակ դեպքում կուսակցություն չենք ստեղծի, անգամներ եմ ասել այդ մասին։ Օրվա ով էլ լիներ իշխանության, ինչ-որ մի պաշտոնի, ինչ-որ մի գործի կգնային կամ ինչ-որ մի բիզնես կդնենք, կանենք։ Ես հավատում եմ, որ գալու է օրը լինելու է նոր որակի իշխանության, մենք էլ մաս ենք կազմելու այդ իշխանությանը, եթե ոչ թե ձևավորելու ենք, առնվազն մաս ենք կազմելու։ Ես ինքս քաղաքականության մեջ եմ ուսանողական տարիներից, հասարակական գործունեությամբ եմ զբաղվել, լրատվական միջոց եմ ունեցել մի ինչ-որ ժամանակահատված։ Ոնց կգնահատեք, ոչ պրոֆեսիոնալ։ Չէ, բավական լավ, որովհետև գիտեք ինչն է ինձ դուր գալիս, երբ որ դուք խնդիրների մասին խոսում եք ուղիղ։ Հերիք հա մենք ինչ-որ փափուկ բան, շաբլոն թեզերից խոսանք ու մտածենք, որ մարդիկ դա չեն հասկանում։ Մարդիկ հասկանում են, ով հասկանում է գիտակցելով, ով հասկանում է բնազդորեն, ով էլ չի հասկանում, կյանքն է ստիպում, որ հասկանա։ Պետք է միշտ մի բան ես ասում եմ, մարդկանց հետ խոսել ազնիվ, մարդկանց հետ խոսել ուղիղ, իսկ ձեր հետ զրույցները ես դա նկատում եմ, որ չեք խուսափում անհարմար հարցեր տալուց, բարձրացնում եք հասարակությանը հուզող հարցեր, ինչը շատ կարևոր է։ Եթեր գնում ես մի բանի համար, որպեսզի հասարակությանը ներկայացնես իրան հուզող հարցերի պատասխանը, ոչ թե գնալ ինչ-որ բան անիմաստ թեզերի մասին խոսել, հետո բտիշկա դնել, գնացել է եթեր։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։
Հարգելի ընկերներ, սենց ասեմ այսօր ձեզ, ոչ թե հետևորդներ, այլ հարգելի ընկերներ, խնդրում եմ գնահատականը տվեք այսօրվա հաղորդմանը, մեր այսօրվա հյուրին, կոմենտարիաներում շատ կորեք ձեր գնահատականը տվեք եւ հավանության կոճակը սեղմեք, տվեք ձեր հնարավորություն ձեր ընկերներին նույնպես դիտել մեր հաղորդումը եւ գնահատել։ Ամեն դեպքում շարունակական է լինելու այս հաղորդաշարը, ինչքան Աստված կամենա։ Միշտ նոր հանդիպում։ Շնորհակալություն։